Ծանր հրետանու ներգրավվածությամբ բախումներ են եղել Հնդկաստանի ու Պակիստանի սահմանին Քաշմիրի Լիպա հովտի շրջանում։ Կողմերի միջև լարվածությունը սրվեց անցյալ շաբաթ Հնդկաստանի տարածքում Պակիստանի քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ։ Այդ օրվանից ի վեր հակամարտության տրամաչափը մեծանում է։ Անկասկած լարվածությունը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև չի լինի կամ չի մնա միայն երկկողմ շրջանակում եւ անշուշտ կդառնա հերթական աշխարհաքաղաքական թեժ մարտադաշտը, որտեղ տարբեր խաղացողներ փորձելու են իրենց շահերը սպասարկել, իրենց ձեռքերը տաքացնել այդ կոնֆլիկտի վրա։ Հնդկաստան-Պակիստան սահմանին հրադադարը խախտվել է 5-րդ գիշերն անընդմեջ։ Նշվում է, որ ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը Պակիստանի բանակը կրակ է բացել հսկողության գծի ամբողջ երկայնքով Կուպվարա եւ Բարամուլա շրջանների դիմաց գտնվող տարածքներում։ Սրան էլ գումարած Պակիստանի պաշտպանության նախարարն ասել էր, որ Պակիստանն ու Հնդկաստանը կարող են պատերազմ սկսել առաջիկա 2-ից 4 օրվա ընթացքում։ Պակիստանի պաշտպանության նախարարը հետո կարծես թե փորձել էր ուղղել իր արտահայտությունը, ասելով, որ ինքը ոչ թե անմիջականորեն պատերազմ է ազդարարում, այլ պարզապես իրեն հարց են ուղղել եւ ինքը նշել է, որ առաջիկա 3-4 օրը շատ վճռորոշ կլինի այդ տեսանկյունից։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանն այս պատերազմի շահող կողմերից առանձնացնում է Թուրքիային ու Ադրբեջանին։ Մամուլը հղում անելով Արբանյակից ստացված տվյալներին փաստերով գրել էր, որ Անկարան զենք զինամթերքով լի ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան, որը բնականաբար թուրքական կողմը հերքել էր։ Անկասկած է, որ Անկարան առաջիններից մեկն է ձգտելու օգտագործել իրավիճակը, այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, Չինաստանի հարցը կա, հենց Հնդկաստանի հարցը կա եւ անշուշտ Հայաստանի համար սա կլինի մարտահրավեր։ Հնդկաստանը ոչ միայն տնտեսական առումով կարող է կարևոր գործընկեր լինել Հայաստանի համար, այլ մենք գիտենք նաև, որ ռազմատեխնիկական տեսանկյունից 20 թվականի պատերազմից հետո անցնող այս 5 տարիներին Հնդկաստանը կարծես թե Հայաստանի համար թիվ 1 գործընկերն է դարձել։ Այս հակամարտությունը հայկական կողմի վրա բացասաբար կանդրադառնա ոչ միայն ռազմական առումով, այլև տնտեսական, նկատում է քաղաքագետը։ Իր խոսքով, եթե Դելին ներքաշվի ռազմական գործողության մեջ, սա մեծ ազդեցություն կարող է թողնել հայ-հնդկական գործակցության վրա, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Իսկ ստեղծված իրավիճակից առավելապես կօգտվեն Բաքուն ու Անկարան, սեփական շահերին ծառայեցնելով հատկապես լոգիստիկայի հետ առաջացած խնդիրները, քանի որ Հնդկաստանն այսպես ասած զբաղված կլինի Պակիստանի հարցերով։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։